Վրդովված է Եվրոպան, ինչպես թե ՀՆԱ-ի 5%-ը պետք է տրամադրեն պաշտպանությանը։ Եվրոպայի սրտում գործադուլներ, բողոքի ցույցեր ու անկարգություններ են սկսվել այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտին հաստատվեց, որ անդամ երկրների ՀՆԱ-ի 5%-ը հատկացվելու է պաշտպանական ծրագրերին։ Բրյուսելում հասարակական տրանսպորտը կաթվածահար է։ Մարդիկ երթով անցել են Բրյուսելի փողոցներով, ըստ ակցիայի մասնակիցների 35,000 մարդ է մասնակցել ցույցին։ Մարդիկ չեն հասկանում, թե ինչու պետք է իրենց վճարած հարկերից այդքան մեծ գումար տրամադրվի Թրամփի ծրագրերին, երբ իրենց աշխատավարձերն ու կենսաթոշակները չեն բարձրանում։ Եվրոպայի ռազմական ծախսերը Ռուսաստանից 2-3 անգամ շատ է, արդեն բավարար զինամթերք ունենք։ Պետք է դադարենք ենթարկվել ռազմատենչ Դոնալդ Թրամփին։ ՆԱՏՕ-ական երկրների մեծ մասը ՀՆԱ-ի 2%-ն է տրամադրում պաշտպանական ծախսերին։ Վերջին որոշման համաձայն առաջիկա 10 տարում այդ ծախսերը 3%-ով կավելանան շատերի համար։ Մադրիդի փողոցները ևս ալեկոծել է ՆԱՏՕ-ի որոշումը։ Բողոքի մասնակիցները հավաքվել են կառավարության շենքի մոտ եւ ընդդեմ ՆԱՏՕ-ի կարգախոսներ վանկարկել։ Այդ գումարները կարող են օգտագործել առողջապահության դպրոցների կենսաթոշակների համար։ Դուք չեք կարող Իսպանիայի ժողովրդի վճարած հարկերն օգտագործել զենք գնելու համար, որի նպատակը մարդկանց սպանելն է։ Հիմա էլ առանց զենքի սովամահ են անում մարդկանց։ Ցուցարարները քննադատել են Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին, որ չկարողացավ պաշտպանել իր դիրքորոշումը։ Սանչեսը դեմ էր արտահայտվել ՆԱՏՕ-ի ռազմական ծախսերը ավելացնելու որոշմանը։ Իր նամակում վարչապետը մտահոգություն էր հայտնել, որ ստիպված են լինելու բարձրացնել հարկերը, սակայն երկօրյա գագաթնաժողովի ավարտին Սանչեսը տեղի է տվել ճնշումներին ու այդուհանդերձ համաձայնել է Իսպանիայի բյուջեից ավելի շատ գումար տրամադրել։ Արդեն պարզ է, որ Պեդրո Սանչեսի կառավարության ու եվրոպական էլիտայի կողմից այսքան տարիներ տարածվող այն տեսակետը, որ ՆԱՏՕ-ի վերազինումը մեզ պաշտպանելու համար է, հանցավոր սուտ է։ Վերազինումն ու ՆԱՏՕ-ն ոչ թե մեզ պաշտպանելու, այլ Թրամփի սկսած պատերազմները ֆինանսավորելու համար է։ ՆԱՏՕ-ի նոր ծրագիրը չեն ողջունել նաև Նիդերլանդներում։ Հաագայում գագաթնաժողովի վայրում դեռ 3 նստացույց էին կազմակերպել նիստը խափանելու համար։ Ոստիկանները բռնի ուժով հեռացրել են ցուցարարներին։ Սա խելագարություն է, հիմա Գազայում ու ամբողջ աշխարհում ռմբակոծություն է, տպավորություն է, թե աշխարհը կործանվում է։ Մենք պետք է փրկվենք աշխարհում խառնաշփոթ ստեղծող այդ մարդկանցից։ Մի աշխարհում, որտեղ խաղաղության մասին ամեն օր տասնյակ զեկույցներ են հրապարակվում, ռազմական ծախսերի ավելացումը միայն խորացնում է հակասությունները։ Մենք պայքարում ենք պատերազմի և թալանի դեմ, հայտարարել են ցուցարարները։ Մարիամ Ամերջանյան, Նորայր Հակոբյան, Հայլուրի համար։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։